2025 թվականը Հայաստանի համար սկսվեց խոստացված խաղաղության օրակարգով, որն արդեն առաջին ամիսներին վերածվեց քաղաքական ամենասուր քննարկման թեմայի։ Մի քանի տարի տևած լարված եւ միակողմանի բանակցություններից հետո մարտին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի շուրջ։ Օգոստոսի 8-ին փաստաթուղթը նախաստորագրվեց։ Իսկ օգոստոսի 11-ին կողմերը միաժամանակ հրապարակեցին ամբողջական տեքստը։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի կողմերը պարտավորվում են զերծ մնալ ուժի կիրառումից, չմիջամտել միմյանց ներքին գործերին, շարունակել սահմանազատման գործընթացը եւ պայքարել ծայրահեղականության բոլոր դրսեւորումների դեմ։ Այս վերջին կետին դեռ կանդրադառնամ։ Ներկայիս իշխանությունը Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագիրը որակեց պատմական ու շրջադարձային, սակայն փաստաթղթում որևէ անդրադարձ չկար այն հանգամանքին, որ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է գտնվել ադրբեջանական վերահսկողության տակ։ Բացակայում էր նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը, նաև Արցախ տունդարձի թեման։ Փոխարենը նախաստորագրումից ամիսներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց զուգահեռաբար փակել Արևմտյան Ադրբեջան եւ արցախցիների վերադարձի թեմաները։ Վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Այդ նույն ժամանակահատվածում լուծարվեց ԵԱԿ Մինսկի խումբը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեց իր գործունեությունը Բաքվում, իսկ Ադրբեջանից Հայաստան ներմուծվեց ադրբեջանական ցորեն եւ բենզին։ Ադրբեջանից եկած բենզինը ըստ էության վաճառվելու է, դա պրեմիում բենզին է, 430 դրամ, իսկ այդպիսի բենզինը սովորաբար մեր երկրում 500-520 դրամ է եղել դրա գինը։ Տարին լարված էր նաև ներքաղաքական դաշտում։ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց զինվորական ծառայության մասին օրենքում, ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանելով 1.5 տարի։ Միաժամանակ ճնշման կենտրոնում հայտնվեց հայ առաքելական եկեղեցին։ Հիմա խոստացածս կետի մասին։ Նախաստորագրված խաղաղության պայմանագրի մի քանի կետով Երևանն ու Բաքուն պարտավորվում են պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ։ Ինչու եմ առանձնացրել այս կետը։ Քանի որ դրանից հետո երկրում սկսվեց ձերբակալությունների մեծ ալիք։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում սրբազանների կանոնավորեցին։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը առաջինն էր։ Սրբազան հորը ձերբակալեցին անհեթեթ մեղադրանքներով։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Հաջորդը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն էր։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստաց։ Այնուհետև հերթական անհեթեթ մեղադրանքով բանտարկեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին եւ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Այս ընթացքում հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու համար ձերբակալեցին նաև գործարար Սամվել Կարապետյանին։ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Տևական ժամանակ իշխանությունը բացահայտ հակամարտության մեջ էր եկեղեցու եւ հատկապես վեհափառ հոր հետ։ Կտրիչ Ներսյանը պետքա հեռանա, ես ամբյոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետքա գնա, տարբերակ չունի, պետքա գնա։ Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Գարեգին II հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ պատրաստվում են գնալ Մայր Աթոռ։
Դեկտեմբերի 18-ին նրանք սակայն չկարողացան մտնել մայր տաճար, որտեղ այդ պահին կաթողիկոսի գլխավորությամբ միասնական աղոթք էր հնչում։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները փորձեցին բարձրախոսով իրենց հայտարարությունը անել, սակայն նրանց խոսքը խլացավ հավաքվածների վանկարկումների եւ սուլոցների ներքո։ Ձերբակալությունների ալիքը չշրջանցեց նաև ընդդիմադիր համայնքապետերին։ Կալանավորեցին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին, դատապարտեցին 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու եւ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար։ Նրան ձերբակալեցին հենց օդանավակայանում։ Ձերբակալեցին նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խոշոր չափի կաշառքի մեղադրանքով։ Ի դեպ, այս տարի Հայաստանում անցկացվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն։ Ավագանու ընտրություններ տեղի ունեցան Գյումրիում, Փարաքարում եւ Էջմիածնում։ Գյումրիում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը։ Փարաքարում համայնքի ղեկավար դարձավ ընդդիմադիր միասնություն դաշինքի թեկնածու Վոլոդիա Գրիգորյանը, որին սպանեցին ընտրությունից 6 ամիս անց։ Նրան փոխարինեց նույն դաշինքից Օնիկ Ախվերդյանը։ Իսկ վաղար շաբաթում հաղթեց իշխող քաղաքացիական պայմանագիրը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ։ Արդյունքում 2025 թվականը Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես խաղաղության խոստումներով սկսված, բայց ներքին լարվածությամբ, ձերբակալություններով եւ ինստիտուցիոնալ հակամարտություններով նշանավորված տարի։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։